իրականի եւ վիրտուալի համաժամանակյա հանդիպում։ Երվանդ Քոչարի թանգարանը ցուցադրում է վարպետի գեղանկարչական գոհարներից մեկը՝ Եսենտուկիում կտավը։ Քոչարն այն ստեղծել է 1918-ին Մոսկվա մեկնելու ճանապարհին ոգեշնչված ուսուցչի Եղիշե Թադևոսյանի իմպրեսիոնիստական գաղափարներով։ Նկարում պատկերված են մեծահարուստ աֆրիկյան ամուսինները Փարիզ մեկնելուց առաջ։ Եվ հետաքրքիր է, որ հենց նրանք են եղել Քոչար արվեստագետի առաջին գնորդները Թիֆլիսում իր երիտասարդ տարիներին, եւ մեզ համար մեծ պատիվ էր, մեծ հպարտություն էր եւ ուրախություն, որ այդ բարեհաճո եւ բարեգործական ընթացքը շարունակվեց այժմ նույնպես մոտ 100 տարի անց։ Եսենտուկիում կտավի բնորդների զավակներն այսօր էլ աջակցում են Քոչարի թանգարանի արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաներով համալրմանը։ Ցուցասրահ մուտք գործելիս հայտնվում ես Քոչարի վրձնած իրականությունում։ Այն յուրատեսակ ստուգատեսը այցելուին արվեստի հետ մերձեցնելու ճանապարհին նշում են թանգարանում։ Սա մի շրջանակ է, որտեղ այցելուն կարող է տեսնել պրոյեկցիոն, տեխնոլոգիաների շնորհիվ իրականացված իմերսիվ փորձառությունը, իմպրեսիոնիստական նկարչության, բնորոշ փորձառությունը եւ այսպես ասած ոնց որ վերապրել եւ ունենալ այդ զգացողությունը ակնթարթի, այնուհետեւ անցնելով հաջորդ սրահներ եւ տեսնելով այդ Երվանդ Քոչարի քրոնոլոգիան մտքերի, տեսնել արդեն ստատիկան, գաղափարը, ստատիկան, ֆորման եւ այդ մոնումենտալի գաղափարները արդեն իսկ այդ անցումային դրվագը նա կարող է արդեն ունենալ։ Թանգարանի թիմն ամեն ինչ արել է, որ ցուցադրությունը երկար մնա այցելուի հիշողություններում։ Շատ էմոցիոնալ եւ տպավորիչ անիմացիան, որ ուղեկցվում է ճգնախ երաժշտությամբ, ինչպես նաև ստեղծել ենք ֆոտոտաղավար, ֆոտոզոնա եւ այնտեղ կարող են նաև լուսանկարվել։ Եվ սա իրականում մեր այսպես շնորհակալական ոնց որ ակցիան լիներ եւ Քոչարի իմպրեսիոնիստական ոճով արված այս նկարին։ Քոչարի արվեստը այնքան բազմաշերտ է, որ մենք անվերջ կարող ենք շատ հետաքրքիր եւ յուրօրինակ ցուցադրություններ կազմակերպել եւ դրանցից յուրաքանչյուրը կլինի մի նոր երկխոսության հնարավորություն եւ սա նույնպես առանձնահատուկ կերպով այս նկարի ներկայացումն է։ Թանգարանում տեղադրվել է նաեւ երախտագիտության ցուցանակ, անուն առ անուն շնորհակալություն հայտնելով իրենց աջակիցներին։ Յուրա Վահանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։